Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք բանրով բորակներ կամ կարող ենք ասել բանրով խաչապուրի դան պայմաններում պատրաստված արագ, հեշտ եւ խրխտան եւ շատ հյութալի եւ համեղ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 շերտավոր խմոր։ Օգտագործելու ենք 4 տեսակի պանիր՝ մոցարելա, լորի, չանախ և չեդդեր։ Մի քիչ ալյուր խմորը բացելու համար, 1 գդալ կարակ, կես փունջ ազատկեղ միջուկի մեջ ավելացնելու համար։ Ընտրել եմ 4 տեսակի պանիր, բայց իհարկե դուք կարող եք եւ փոխել պանիրների տեսակը, կարող եք ինչ ունեք դունը օգտագործեք, մեգա ինչ տեսակ պանիր տնեք համոպանիրներու։ Բայց ես այսպիսով բալանսավորում եմ համը եւ աղիությունը եւ այդ հանգիստ համը բանրային կամ միջուկին։ Արդեն խմորները գիտեք, ովևէ մեկ շերտավոր խմոր կարող եք շուկայից վերցնել ու պատրաստել։ Հիմա ես ուզում եմ ամենաառաջ պանիրները պատրաստենք, որպեսզի միջուկը մի կողմ տնենք ու անցնենք խմորների բացելուն ու արդեն լցնելուն։ Դրա համար մեզ պետք է մի հատ քերիչ, որպեսզի անցկացնենք քերիչով ու արդեն մնացածը շարունակենք։ Դե իհարկե ես ամեն համովությունները եւ պանիրների տեսակը եւ խմորը եւ կանաչիները բոլորը մենք վերցրել ենք 8 սուպերմարկետից, որպեսզի լինի եւ թարմ եւ ամենալավ որակը։ Դուք էլ կարող եք, եթե մոտակա ձեր դանը ունեք 8 սուպերմարկետ, կարող եք այս ամեն ինչը վերցնել այնտեղից։ Ես սկսա չեդդեր պանիրից, հիմա վերջացնեմ չեդդեր պանիրը, կանցնեմ մոցարելային։ Իսկ ընդհանրապես լորին եւ չանախը լինում են շատ փշրված, այսինքն շատ կարող է եւ կերիչով չանցկացնեմ, արդեն ինքը փլի, իսկ էլի արդեն մեզ օգնում է որպեսզի արագ մարրանա։ Ես ուզում եմ վերջացնեմ չեդդերը եւ անցնեմ մոցարելային։ Ահա ունենք չեդդերը։ Հիմա մի կողմ ենք անցնում ու անում ենք մոցարելան։ Այսպես։ Իրականում ես այս 4 տեսակը շատ եմ սիրում խարում, որովհետև սիրում եմ եւ ինչ որ international պանիրը լինի մեջը եւ հայկական պանիրներ։ Քանի որ եթե միան չանախ օրինակ օգտագործեք կլինի շատ աղի եւ կարողա չի հալվի։ Եթե միան լորի անեք, ինքը մի քիչ ծանր կլինի, ուրիշ տեսակի համ կունենա։ Դրա համար ես այս բալանսը սիրել եմ։ Դուք էլ հույսով եմ կսիրեք։ Անպայման դուք էլ պատրաստեք ու ինձ գրեք ինչքանով եք հավանել։ Քանի որ խաչապուրի պատրաստելը կամ ընդհանրապես բանրով բորակներ պատրաստելը ինքը հեշտ գործողություն է, այնտեղ մնում է միան այդ բանրի բալանսը բահելը ու խրխտան անելը ներսից հյութալի, դրսից խրխտան կասենք։ Օրինակ չեմ սիրում այն մարդիկը, որ պատրաստում են խաչապուրի ու ուդում ես ու ընդհանրապես բանրի համ չես առնում կամ ինչ որ բանրի հոտ ես առնում ու բանիր չկա։ Գուզեի դենց չանեին, արատ բանիր տնեին մեջը, մեկ բանրով ուդում ենք ինչ որ խմորեղեն։ Խմորի տեսակ կամ ինչ որ փայ կամ չգիտեմ կարկանտակ։ Մի քիչ դենց բաների ուշադիր լինենք, որպեսզի ավելի մեր սարքածը լինի հարուստ։ Այս կդորն էլ վերջացնեմ ու անցնենք հաջորդներին։ Ահա, եւ ունենք մոցարելա պանիրը։ Հիմա անցնում ենք չանախին, երևի այստեղ։ Տեսակ, ասեցի ձեզ, արդեն շատ հանգիստ ինքը կփշրվի։ Կարող եմ եւ երևի ձեռքով անել։ Կստանանք մարաված պանիր։ Ահա, ես մասնավոր եմ այսպես անում, որ դուք տեսնեք եւ ինքը սիրուն տեսք ունենա։ Մեջտեղն այդ լորին կանենք։ Ես դանը որ պատրաստում եմ, մեկ լինում է, որ ուրիշ տեսակ բաներներ ալնում, բայց ինձ ոչ մի բան չի խանգարի։ Կարամ այդ եղած բաներներու համապատասխան անեմ համեմունքը ու ստանամ վերջավորության համով բան։ Մի հատ կնամ օճարվեմ ու կամ ետ վերադառնանք մեր գործին։ Իսկ ես ինչով եմ օճարելու իմ ցերքերը եւ ամանները ABC-ով ճիշտ իմացաք։ Գնացինք։ Դե ինչ պանիրները անցկացնում ենք մենք թեպի խորը ափսե։ Օպա։
Եվ մի հատ մեր տախտակը մաքրում ենք, որպեսզի կտրատենք կանաչին։ Անցնում ենք ազատ քեղին կամ մաղադանոսին, մանրացնելու եմ եւ ավելացնելու եմ պանիրների վրա։ Իսկ հետո արդեն կանցնենք ամենավերջում խմորները պատրաստելու։ Մանր կտրատելու ենք։ Ավելացնում եմ պանիրների վրա։ Հիմա ավելացնելու եմ սև պապեր։ Մի քիչ էլ այս սև պապերից։ Դե իհարկե մարանիկի համեմունքները միան օգտագործում ենք։ Նույնպես օրիկանոն մի քիչ եւ մի քիչ էլ ցիտապտրից այդ համի համար։ Խառնում ենք։ Yummy հոտը։ Տեսակ, հապա միան եվրոպացիները ունեն 4 cheese, 4 պանիր, մենք էլ ունենք։ Ահա միջուկնից պատրաստ է։ Մի հատ լավ մաքրում ենք ու սկսում ենք։ Մի քիչ ավելացնում եմ ալյուր։ Վերցում եմ մեր խմորներից մի հատը ու բացում եմ։ Գնացինք, մի քիչ կրկնակնել ալյուր ենք անում, որ հանգիստ բացենք խմորը։ Օպա, լավ, փարագացնում ենք, մի քիչ էլ, ուպս, հիմա ինչ ենք անում, մի քիչ աս կողմից, ես սիրում եմ փարագ դրա համար լավ բացում եմ խմորը, որովհետև մեկը խմոր չենք ուտելու, համովություն ենք ուտելու, դրա համար հանգիստ բացեք, ինչքան կարակ փարագացնել, այնքան լավ։ Այսպես կարագուսիները մանելու, որպեսզի միջուկը տնեմ, հետո իրան գունանենք։ Տեսակ, ինչքան հեշտ է։ Աչքի չափով իհարկե։ Okay. Կարող ենք այսպես շարել մեր դիմաց։ Եվ շարունակենք։ Հիմա արդեն միջուկը պետք է տնեմ։ Լցնում եմ լավ, ամենեկուն 2 կտալ։ Ոնց ասեցինք, որպեսզի արատ լինի։ Այսպես։ Կարող ենք ամենուն դնել ու հետո փակել։ Ես ինչ համովա լինելու, yummy։ Օպա։ Այսպես մի քիչ բերում ենք, որպեսզի բերենք ու գբցնենք։ Գբցնում ենք ծայրերից, սենց եղունքով։
Ասում ենք հաջորդին։ Կպցնում եմ։ Ասում եմ հաջորդին։ Եղունգով և մատներով, այսպես։ Շարունակում ենք, դե իհարկե պանիրների տեսակը ասեցինք, համեմունքների տեսակը ասեցինք, որ մանրամիկ պետք է լինի, ուզում եի ասել, որ ես արդեն ծարավ եմ ըսկում, ուզում եմ գնամ մի հատ համով ջուր վերցնեմ սիլից ու կամ վերադառնամ գործից, բայց երևի այս փորձյան կամ այս բաժինը բրծնենք ու անենք կամ խմենք։ Այս բաժինը հանում եմ և կպցնում եմ։ Դե ինչ, տեսակ, ես ինչի եմ տենց անում, որովհետև մեկ-մեկ գիտեմ, որ ընկերուհիներս ասում են, դե մենք չենք կարողանում շերտ տալ, էսի սենց հետաքրքիր և դնական ձևա, որ կարող եք սենց բանտիկ անել ու թխելու տանք։ Քաղցր պաներեր կարող եք այս խմորով պատրաստել, բայց եթե ունիք արդեն համովություններ դունը Smile Sweet-ից, մեր նման, կարող եք արդեն էսի պահել աղի ուտելիքների, իսկ կաղցրները թողել Smile Sweet-ին։ Ես ուզում եմ այս կարագը մի հատ ուղարկեմ չերոց։ Դե ինչ, ավելացում ենք մեր անուշիկ բանրով բորակները կամ խաչապուրիները մինչև կարագը հալվի ու արդեն կսենք և ուղարկենք չերոց։ Ես սիրում եմ կարագ քսել իրականում, շատերը հավգիտ են քսում կամ կաթ են քսում և այլն, ես կարագով եմ սիրում, որպեսզի համային առումով ոչ մի բան չպարտադրեմ իրենք լինեն շատ պարզ, համով ու խրխտան։ Այսպես բոլոր կողմերը կարագ ենք անում ու անցնում ենք հաջորդին։ Տեսակ ինչքան հեշտ է։ Դենց չէ, որ կաթով կամ հավգիտով համով չլար, դենց էլ եմ պատրաստում, բայց եսի ավելի պարզ է լինում ու հանգիստ։ Այսպես փորձում ենք այդ բոլոր միջուկները մտնել, որպեսզի ոչ մի տեղ բաց չթողնենք, այսպես։ Տեսակ ինչքան հեշտ է։ Հիմա մնաց փուր մտնելն է ու մենք վայելենք այս համովությունը։ Եվ մնաց մի հատ։ Համբերությամբ շարունակում ենք, հույսերը չենք կտրում, անհամբեր չենք լինում, չենք ասում մամին չեղավ։ Իմիներս տենց են, եթե բան եմ թխում, մամին չեղավ, ամեն վարգյան գալիս են նայում են, չերոցի մեջ ասում են ինչ եղավ, քանի որ հոդերից մերնում են իրականում, ավելի ճիշտ է իրականում բոլոր հարևաններն են մերնում, բայց ուտողը ընտանիքս է լինում, հարևանները մնում են միան հոդով վայելող։ Դե ինչ, պակա։ Դե ինչ սիրելիներս, արդեն պատրաստ մեզ են սպասում, հելը մի հատ նայեք։ Վաու։ Հələ մի հատ հոդը նայեք, իմանաք ինչ համովություն է։ Ոյ, տակ է։ Տեսակ մեր համովիկները կարող ենք ամենը չթնել։ Մի հատ էլ ընտրենք, ես։
մի քանի հատ ազատ քեղ դիզայնի համար։ Եվ այսօրվա պաղացրադոմսը բանրոպերագը կամ խաչապուրին պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մենք հասել ենք այն բաղը, որ ես շատ եմ սիրում եւ ձեր հետ ուզում եմ կիսվել կամ համը ըսկալ։ Հույսով եմ չեմ վարվի, բայց ես ուզում եի սենց ցերկով գդրեի ու դուք տեսնեիք իր բանիրը եւ գնացինք։ Ouch, վարեցի։ Wow։ Հիմա ուտում ենք։ Գիտեք ինչքան հարուստ համ եմ զգում։ Համովությունը իդեալական, բալանսը եւ համադրությունը համերի խենթանալիք։ Իրականում անպայման պետք է փորձեք այս պաղաթրադոմսը իմ ձևով եւ ինձ ասեք ինչքանով եք հավանել։ Ձեզ բարեխորժակ, դուք էլ պատրաստ եք անպայման եւ մենք կհանդիպենք վաղը նոր պաղաթրադոմս, նոր համողություն։ Ստեսություն։